Ողջույն Լայդյուս.am կայքի հարգարժան այցելուներ։ Այժմ շատ բարդ իրավիճակ է, թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական, թե իրավիճակային, բոլոր առումներով բավականին ծանր վիճակում են գտնվում, ընդորում այն դեպքում, երբ մեր անմիջապես հարևանությամբ մեր շրջապատի, այսինքն 4 մեզ սահմանակցող պետություններից մեզ համար ամենակարևոր պետության հետ Իսրայելի պատերազմն է, հարցականի տակ է Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից կմտնի այդ հակամարտության մեջ, թե ոչ, չնայած Միացյալ Թագավորության արտգործնախարարի հայտարարությանը, որ երկու շաբաթ դեռ պատուհան կա, որ Ֆրանսիայի, ուրեմն Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության արտգործնախարարները պիտի Ժնևում հանդիպեն Արավչիի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի դա, բայց ըստ որոշ փորձագետների ոչ թե պատուհան է, այլ որպեսզի այն ուժերը, որոնք շարժվում են դեպի Պարսից ծոց, դեպի Իրանի սահմանների մոտակայքերը կհասցնեն այս երկու շաբաթվա ընթացքում տեղակայվել այդ տարածաշրջանում եւ նույնիսկ չի բացառվում, որ դինի ցամաքային ներխուժում տարբեր ուղղություններով թվում նաև մեր հարևան Թուրքիայից, Սիրիայից, Իրաքից տարբեր ուժերի միջոցով փորձեն ներխուժել Իրանի Իսլամական ուրեմն Հանրապետություն։ Այս երևույթին հակակշռելու փորձեր անում են բնականաբար Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, բայց ինչքանով նրանց կհաջողվի, որ կարողանան կանխել այն ծրագիրը, որ այսօր փորձում է իրականացնել ուրեմն Իսրայելը Միացյալ Նահանգների հետ միասին կամ ինչ ընդհանուր ծրագիր կա, որից մենք տեղյակ չենք, դա մնում է օդից կախված, բնականաբար այդ ամեն ինչից հաստատ տեղյակ չի նաև Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բայց Նիկոլ Փաշինյանի այցը այսօր Թուրքիա նույնպես իր մեջ շատ մեծ վտանգներ է պարունակում, այն առումով, որ անհասկանալի է, թե ինչու են Երևանում այս պահին տեղի ունենում ձերբակալություններ, ինչու է ամբողջ քաղաքը լցված ոստիկաններով, ես նոր մի քիչ առաջ ուղղակի Բաղրամյան պողոտայով բարձրանում էի վերև, նախ կառավարության մոտ խայտարակ քանակությամբ ավտոբուսներ, որոնցում նստած է ոստիկանական համազգեստով, ընդ որում նույնիսկ դիմակավորված բազմաթիվ աշխատակիցներ, ուրեմն ազգային ժողովի մոտակայքում, մի քիչ բարձրանում ես նախագահական, ուրեմն նստավայրի մոտ, Պրոշյան փողոցը ամբողջությամբ ուրեմն ոստիկաններով լցված է, արդյոք սպասվում է ինչ-որ փաստաթղթի ստորագրում, որը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության համար։ Արդյոք Նիկոլը գնում է խայտառակ զիջումների, որպեսզի այդ զիջումներով Անդոն պետք է արդարացնի, որ ես դրանով հասա նրան, որ Թուրքիան ու Ադրբեջանը չհարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա։ Մի խոսքով իրավիճակը շատ լարված է, սարսափելի լարված է։ Սամվել Կարապետյանի ձերբակալության խնդիրը ըստ էության արդեն հասավ Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակի, որտեղ մամլոխոսնակը կամ նախագահի մամլոխոսնակ Պեսկովը արդեն հայտարարել է այդ մասին, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ճիշտ է, իրանք չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց քանի որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իրանք անպայման ուրեմն այդ հարցով հետամուտ են լինելու, ճիշտ է, խոսակցություններ են արդեն պտտվում բոլոր մակարդակներում, որ Նիկոլը խոստացել է, որ վերաքննիչ բողոքի ընթացքում ուրեմն ազատ կարձակցի, կազատի եւ ուղղակի կամ կալանաբանը կփոխեն խափանման միջոցը կամ ուղղակի Հայաստանից կարտաքսեն նաև ուրեմն Սամվել Կարապետյանին։ Մի խոսքով այս խառնաշփոթի մեջ ինչ հնարավոր զարգացումներ կան, ինչու ընդդիմությունը բացի հայտարարություններից չի անցնում օրինական գործողությունների, որի հետ կապված բազմաթիվ զգուշացումներ եղել է իրանց, որ ինչքան դուք ձգում եք ժամանակ, այնքան Նիկոլ Փաշինյանի դիրքերը ուժեղանում են, այնքան դուք թուլանում եք, այնքան Նիկոլը ըստ էության ամբողջ սպեկտրը վերցնում է իր հսկողության տակ եւ 26 թվականին նրանք, ովքեր հրաժարվում են Նիկոլի հետ
գնալ ընտրությունների եւ այնտեղ մանդատները ստանալ, ուղղակի պետք է ազնվորեն խոստանել, որ այդ մանդատները իրանց պետք է Նիկոլի հետույքը մտնելու համար յուղ բան վազելին քսած էլի այդքան բանի համար վերած այդ մանդատները պետք է որ իրանք Նիկոլի ուսապարկերի հետ գնան Եվրոպաներում պիվա խմեն գնան ընդ իբրև թե Հայաստանի շահերն են ներկայացնում ոչինչ ավելի այսինքն այդ ուժերը հաստատ չեն ուզում որ Նիկոլը հեռանա այսօր իրանք պատրաստ են հանդուրժել Նիկոլի բոլոր հայադավությունների դավաճանություններին բայց իրանք պատրաստ են Նիկոլի հետույքը այդ իրավիճակում վազելիած մտնեն, բայց դա հանրությանը ներկայացնեն որպես ընդդիմադիր ուժերի կեցված։ Սա շատ անկանխատեսելի հետևանքներով հրի երևույթ է այսօր էլի տաղավար եմ հրավիրել ինչպես միշտ ամեն ուրբաթ օրը Էդգար Ղազարյանին, խնդրելու համար Էդգար Ղազարյանին, որ ես խառնաճաղանջ իրավիճակի մեջ ինչ լույս է երևում եւ ինչ հնարավորություններ կան եւ իրենց նախաձեռնությունը որ շատ կարեւոր էր որ դա սկսվեր շատ վաղուց ձգում է այսպես կոչված պսևդոընդդիմությունը ինչ հնարավոր զարգացումներ կարող է լինել խնդրեմ պարոն Ղազարյան դասեցիք նույնիսկ քիչ առաջ մենք փորձագետի հետ խոսում էինք որը ուրիշ երկրից ներկայացնում էր իրավիճակը ես ափսոս մի քիչ ավելի շուտ ձայնը բարձրացնեի տեսեք այդ իրավիճակն է եւ փորձագիտական դες գնահատականներ կա որ մարդիկ վախենում են որ այս մեր այսպես կոչված կառավարիչը կարող է ստորագրել փաստաթղթեր որ Հայաստանը վերջնական տանեն դեպի կործանման իսկ մեր ընդդիմությունը իր բոլոր ուժերով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին եւ նույնիսկ այն նախաձեռնությունը որը կզսպեր Նիկոլին նման քայլերի գնալը չեն ուզում որ դա տեղի ունենա ինչ է սա իր մեջ ինչ ունի թաքնված էս ամեն ինչ իր մեջ եւ ձեր տեսակետները այդ խնդիրների հետ կապված իմ անհանգստությունները շատ վատատեսական սցենարի են միտված որովհետև նա պատահական ժամանակահատվածում չի հիմա գտնվում Ստամբուլում, Թուրքիայում եւ սա առաջի աշխատանքային այցն է Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ, Թուրքիա առհասարակ Հայաստանի ղեկավարները նման ձևաչափով այս Թուրքիա չեն ունեցել Թուրքիայի ոչ մի նախագահ Հայաստան այդ ձևաչափով այցելություն չի ունեցել անգամ ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում այդ այցերը չեն կոչվել որպես աշխատանքային այցեր, դրանք եղել են մասնավոր բնույթի այցերը ըստ էության ֆուտբոլային հանդիպումները նայելու նպատակով, բայց հիմա շատ լուրջ է իրավիճակը եւ ակնհայտ է, որ այսօր ոստիկանության մամուլող խոսնակը, որ հաղորդագրություն է տարածել, որ ունեն տեղեկություններ օպերատիվ ինչ-որ բողոքի գործողություններ եւ այլնի մասին, ոչ մի նման օպերատիվ տեղեկություններ կարծում եմ նրանք չէին կարող ունենալ, բացի մի մարդուց Նիկոլ Փաշինյանից, որը ինքը գիտի թե ինչի է գնացել Թուրքիա, ինքը գիտի թե ինչ է պատրաստում այնտեղ կամ ստորագրել կամ բանավոր պայմանավորվածություններով հանձնել Էրդողանին եւ շատ լավ գիտակցում է թե իր այդ որոշումները դրանից եկող տեղեկությունները ինչ հանրային արձագանք կարող են առաջացնել եւ դրա համար ոստիկանական հսկայական ուժեր են կուտակվել Երևանում, կենտրոնում հիմնականում եւ նաեւ զանգվածային ձերբակալություններ են ամբողջ մարզերում եւ Երևան քաղաքում Ես մի բան կարող եմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, թե ինչ զարգացումներ են եղել 20 թվականից պատերազմից հետո հայ-թուրքական հարաբերություններում։ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը դեռ մինչև պատերազմը ստորագրել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ որ Թուրքիայից եկող վտանգները դիտվում են իբրև անվտանգային մարտահրավերներ։ Այսինքն Թուրքիայի դիրքորոշումը, ինչպես հայոց ցեղասպանության վերաբերելի հարցերում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցում ադրբեջանամետ դիրքորոշումների իմաստով, ըստ էության դիտվում է իբրև թշնամական։ 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ
Նիկոլ Փաշինյանը իր ուղերձներով, ինչպես նաև հնդկական պարբերականներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում ասել է մոտավորապես հետևյալը, որ սա Հայաստանի պատերազմը չէ միայն Ադրբեջանի դեմ, սա Հայաստանի պատերազմն է նաև Թուրքիայի դեմ, Թուրքիան այս պատերազմում վերադառնում է տարածաշրջան, որպեսզի ավարտին հասցնի 100 տարի առաջվա իր մտադրությունը, այն է բնաջնջել, ցեղասպանել հայ ժողովրդին եւ կործանել հայոց պետականությունը։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդ պահի դրությամբ չէր սխալվում իր գնահատականներով, որովհետև ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը, որոնք դաշնակից պետություններ են շատ վաղուց, ավելին դեռ մինչև այդ պատերազմը իրենց հռչակում էին պաշտոնական մակարդակում իբրև մեկ ժողովուրդ, երկու պետություն։ Երեք էլ են հայտարարել։ Երեք նորից։ Այո, այդ բանաձևումը իրենք միշտ ունեցել են եւ ունեն։ Նրանք որպես պետությունը իրենց հերթին ունեն իրենց անվտանգային դոկտրինները, իրենց անվտանգային ռազմավարությունները, որտեղ Հայաստանն է դիտվում իբրև Ադրբեջանի համար եւ Թուրքիայի համար որպես անվտանգության սպառնալիք հանդիսացող պետություն։ Եվ բնականաբար այդ պետությունների հատուկ ծառայությունները, այդ պետությունների ուժային բոլոր կառույցները, այդ թվում եւ զինված ուժերը նպատակ ունեն վերացնել, չեզոքացնել իրենց պետության համար անվտանգային սպառնալիք հանդիսացող պետությունը։ Եվ պատահական չի նաեւ, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, որը մինչև 44-օրյա պատերազմը ուներ երկու ստացիոնար դրսևորում, մեկը 102 ռազմաբազան էր ռուսական, որը տեղակայված է Գյումրիում, եւ մյուսը ոչ պակաս կարևոր, դա անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը, որոնք որ իրականացնում են պետական սահմանի պահպանություն Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա սահմանային հատվածներում, ինչպես նաեւ Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը անցած տարվանից 24 թվից, իդեպ ասեմ 44-օրյա պատերազմից հետո ավելացավ երրորդ ստացիոնար ռուսական ներկայությունը Հայաստանի տարածքում, դա ռուսական խաղաղապահ առաքելությունն էր, որը տեղակայված էր Արցախում, Արցախի հայկական հատվածում, այսինքն ռուսական խաղաղապահներ Ադրբեջանի տարածքում երբևէ չեն տեղակայվել եւ նրանց ինչպես դիսլոկացիան, այսինքն տեղակայումը, այնպես էլ նյութատեխնիկական մատակարարումը մշտապես իրականացվել է Հայաստանի կողմից, այլ ոչ թե Ադրբեջանի։ Եվ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների խնդրանքով, ինչպես սահմանապահ զորքերը ռուսական, այնպես էլ 102 ռազմաբազան լրացուցիչ տեղակայումներ են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես սահմանապահ զորքերը ունեցել են 17 սահմանային հենակետեր Սյունիքի մարզում, տարբեր հատվածներում, 2 սահմանային հենակետեր Արարատի մարզում, հատկապես Տիգրանաշենի ուղղությամբ, Երասխավան եւ Պաուլսեվակ բնակավայրերում, իսկ 102 ռազմաբազան տեղակայում է ունեցել Տավուշի մարզում եւ Սյունիքի մարզում մասնավորապես Գորիսի մերձակա հատվածներում եւ Սիսիանի օդանավակայանի տարածքում։ 2024 թվականի ընթացքում իդեպ ասեմ, որ մինչև 24 թվին հասնելը ժամանակագրորեն որ գանք, 2021 թվականի հունիսի 15-ին պատերազմից հետո եղել է Իլհամ Ռաջեփ Թայիփ Էրդողանի երկրորդ այցելությունը Ադրբեջան։ Առաջին այցելությունը եղել է իհարկե 2020 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ որ Բաքվի ազատության հրապարակում տեղի ունեցել ռազմական շքերթ, ի նշանավորում են Արցախի պատերազմում ադրբեջանական զինուժի հաջողությունների, եւ այդ շքերթը ընդունել են երկու նախագահներ, եւ Իլհամ Ալիևը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դրանից հետո 2021 թվականին Էրդողանը այցելել է Ադրբեջան եւ առաջին անգամ այցելել է նաեւ օկուպացված Արցախ եւ օկուպացված Արցախի հայոց Բերդաքաղաքում Շուշիում հունիսի 15-ին ստորագրվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ռազմաքաղաքական համագործակցության մասին համաձայնագիր, որը կոչվում է Շուշիի հռչակագիր։ Շուշիի հռչակագիրը
ներպետական վավերացման գործընթացներով արդեն ավարտվել է թե Ադրբեջանում, թե Թուրքիայում, այսինքն դա վավերացված միջազգային պայմանագիր է, որը երկու պետությունների համար պարտավորություններ է ստեղծում անկախ իշխանության փոփոխությունից, չնայած ոչ Ադրբեջանում, ոչ Թուրքիայում իշխանության փոփոխություն չի նախատեսվում, բայց այդ համաձայնագիրը Շուշիի երկու կարևոր բաղադրիչ ունի։ Առաջի բաղադրիչը Հայաստանի Հանրապետության տարածքի Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի օկուպացիան է եւ դրանց համատեղ օգտագործում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, դա իրենք անվանում են Զանգեզուր եւ կրում է Զանգեզուրի միջանցք անվանումը եւ այդ եզրույթը զետեղված է Շուշիի հռչակագրում, որը վավերացված փաստաթուղթ է։ Եվ երկրորդը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ռազմաքաղաքական համագործակցությունն է, այսինքն ռազմական գործողությունների, պատերազմական գործողությունների ժամանակ միմյանց փոխադարձ ռազմական աջակցության ցուցաբերումը։ Եվ չնայած դրանից առաջ էին կազմակերպվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարություններ, Շուշիի հռչակագրից հետո դրանք կրել են առավել ինտենսիվ բնույթ, տարեկան 19-ից մինչև 25 զորավարություններ, չնայած այն հանգամանքին, որ դեռևս չի ազդարարվել ավարտը դեռևս 2020 թվականից մեկնարկած անժամկետ զորավարժությունների, որին հաջորդել են ռազմական գործողությունները Արցախում։ Ընդ որում բոլոր թուրք-ադրբեջանական զորավարժությունները գերակշիռ մասը դրանք անցկացվում են Հայաստանի հետ սահմանի տարբեր հատվածներում, ինչպես Նախիջևանում, այնպես էլ Արցախի օկուպացված տարածքներում, իսկ Թուրքիայի կողմից առավելապես Հայաստանի սահմանային հատվածներում, ընդ որում խաղարկվում են հիմնականում հարձակողական գործողություններ, տանկային ստորաբաժանումների, օդուժի եւ հրետանու մասնակցությամբ։ Վերջին նման զորավարություն թուրք-ադրբեջանական իրականացվել է Նախիջևանում։ Իդեպ զորավարությունները իրականացվում են տարբեր կլիմայական պայմաններում, այսինքն ինչպես ամռան, այնպես էլ ձմեռվա ամիսներին։ 2024 թվականի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սկսեց ռուսական ռազմական ստորաբաժանումների դուրս բերումը հատկապես Սյունիքից եւ Տաուշից։ Մասնավորապես 2024 թվականին ամեն ինչը սկսեց Զվարթնոց միջազգային օդանավակայանից ռուսական սահմանապահ ծառայության դուրսբերումը, որը Հայաստանի սահմանապահների հետ իրականացնում էր հսկիչ անցագրային հսկողություն սահմանի այդ հատվածում, այն տրամաբանությամբ, որ օդանավակայանը նույնպես ունի սահմանային անցակետ, իսկ միջազգային պայմանագիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև նախատեսում է սահմանային հսկողությունը բոլոր անցակետերում, այդ թվում եւ միջազգային օդանավակայաններում։ Օգոստոսի 1-ից դուրս բերվեցին ռուս սահմանապահները Զվարթնոց օդանավակայանից, 2025 թվականի հունվարի 1-ից նրանք դուրս բերվեցին նաև Հայաստան-Իրան սահմանի Մեղրու սահմանային անցակետից եւ Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարա սահմանային անցակետից։ Այսինքն ռուս սահմանապահները հիմա մնացել է իրենց ծառայությունը միայն Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա սահմանի ուղեկալներում, այլ ոչ թե հսկի սահմանային անցակետերում։ Դուրս բերվեցին բոլոր 17 սահմանային ուրեմն կետերը սահմանապահների Սյունիքի մարզից, երկու սահմանային ուղեկալները կետերը Արարատի մարզից, ինչպես նաև 102 ռազմաբազայի բոլոր ժամանակավոր տեղակայումները Տաուշի մարզից եւ Սյունիքի մարզից։ Դեպ Տաուշի մարզից դուրս բերումը Նիկոլ Փաշինյանը դրա մասին հայտարարեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների պայմանավորվածության հայտարարության հաջորդ օրը, դա ապրիլի 19-ն էր, որից հետո ապրիլի 29-ին նա այցելեց Լոռու մարզ եւ այնտեղ հայտարարեց, որ այլևս անհրաժեշտություն չկա, որ Տաուշի մարզում ռուսական զորամիավորումներ տեղակայված լինեն։ Հիմա մաքրել է նա ռուսական ներկայությունը հարավային ուղությունից, իսկ այդ ընթացքում Ադրբեջանը, որը շարունակում է խոսել Հայաստանի տարածքը օկուպացնելու իր մտադրության մասին, մասնավորապես Սյունիք եւ Վայոց ձորը, տեսեք ինչա տեղի ունեցել այդ ընթացքում։ Զորքերի խիստ տեղակայում, իդեպ ասեմ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված են ադրբեջանական բացառապես կոմանդո եւ Յաշմա հատուկ նշանակության զորամիավորումներ, որոնց թվականակը 44 օրյա պատերազմից հետո ըստ ադրբեջանական աղբյուրների 2.5 անգամ ավելացել է։
Այս ստորաբաժանումները դրանք բազմաֆունկցիոնալ ստորաբաժանումներ են, որոնք պետական սահմանի պահպանությունից բացի ի վիճակի են իրականացնել դիվերսիոն հետախուզական գործունեություն եւ նաեւ զավթողական գործողություններ։ Դրանք միայն պայմանագրային զինծառայողներից կազմված զորամիավորումներ են, որոնց զինծառայողները վերապատրաստում են անցնում Թուրքիայի զինված ուժերում։ Հայ-ադրբեջանական սահմանին միայն Իաշմա եւ կոմանդո հատուկ նշանակության զորամիավորումներ են տեղակայված։ Եվ վերջերս ԱՄՆ պետքարտուղարը Ռոբյան եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարը երկուսը իրարից անկախ տարբեր իրավիճակներում հայտարարեցին, որ կա սահմանային լարվածության մեծ ռիսկեր Սյունիքի մարզի հատվածում, այսինքն Ադրբեջանը եւ Թուրքիան չեն հրաժարվել այդ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու իրենց մտադրությունից։ Դրան զուգահեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի օգոստոսի 30-ից սկսած տարբեր առիթներով հայտարարում է, որ Հայաստանի գործող տարածքի 60-ից 70%-ը ըստ Ադրբեջանի գործող սահմանադրության ունի ադրբեջանական պատկանելություն։ Հստակ թվարկելով, թե որոնք են այդ տարածքները, նշելով, որ դրանց թվում են Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը ամբողջությամբ, Արարատի Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզից առանձին հատվածներ։ Ընդ որում դրա համար ոչ մի իրավական հիմքեր չեն վկայակոչվում, բացի դրանից, որ 18-ից 20 թվականի Ադրբեջանի Մուսաֆաթական Հանրապետությունը ինչ որ քարտեզ է ուղարկի ազգերի լիգա, որին ինքը նույնիսկ չի անդամակցել եւ չի անդամակցել հիմնականում սահմանային խնդիրների պատճառով, ինչ որ մի պատկեր է ուղարկի քարտեզի տեսքով, որտեղ Հայաստանի այս տարածքները նկարագրում են իբրև ադրբեջանական տարածքներ, չնայած որ Ադրբեջանը երբևէ այդ տարածքների նկատմամբ իշխանություն որևէ ժամանակաշրջանում չի ունեցել։ Այդ թվում նաև Արցախի նկատմամբ, այդ թվում Նախիջևանի նկատմամբ այդ ժամանակվա դրությամբ։ Եվ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը անկախությունը հռչակել է որպես իրավահաջորդ 18-ից 20 թվականի դեմոկրատական հանրապետության, ուստի այդ տարածքները Հայաստանի ունեն իրավաբանորեն ադրբեջանական պատկանելություն եւ շարունակելով իր այդ ցնդաբանությունը ասում է, որ Հայաստանը նույնիսկ պահանջներ չի ներկայացնում Ադրբեջանին սահմանադրության փոփոխություններ իրականացնելու, այսինքն լիարժեք ընդունում է, փաստացի ճանաչում է այդ տարածքների ադրբեջանական պատկանելությունը։ Սա էլ իր հերթին իրավական հիմք է ստեղծում Ադրբեջանին եւ Թուրքիային Հայաստանի այդ տարածքների նկատմամբ իշխանություն հաստատելու համար։ Մենք մինչև հիմա ունենք մի հուսադրող անվտանգային բարձիկ, քանի որ զինված ուժերի դիմակայության աստիճանը կոտրվել է եւ ըստ էության նվազա նրանց դիմադրողական կարողությունները, պատերազմից հետո բանակը բարոյալքված է, պատերազմից հետո բանակը նոր զենքեր, սպառազինություններ չի ձեռք բերել, հրաժարվել է ռուսական օգնությունից, ռազմատեխնիկական աջակցությունից, ՀԱՊԿ-ի կողմից առաջարկված 22 թվականի հոկտեմբերի 28-ին եւ նոյեմբերի 23-ին առաջարկված բազմաշերտ աջակցությունից, դիվանագիտական աջակցություն, խաղաղապահների տեղակայում, ինչպես նաեւ ռազմատեխնիկական աջակցություն, հրաժարվել է այդ ամենից եւ անպաշտպան է թողել մեր երկրի այս երկիրը ընդհանրապես եւ այդ խոցելի ռիսկային հատվածները մասնավորապես ու դրա հետ միասին իրավական հիմքերն է ստեղծել Ադրբեջանին հնարավոր ռազմական ներխուժում իրականացնելու։ Մենք ունենք այդ պայմաններում Իրանի հնարավոր միջամտությունը, որովհետեւ Իրանի ղեկավարությունը եւ զինվորականները եւ դիվանագետները եւ հոգեվոր առաջնորդությունը իդեմս նաեւ Իրանի հոգեվոր առաջնորդի նրա խորհրդականների բազմիցս հայտարարել են, որ իրենց համար անընդունելի է սահմանների փոփոխությունը եւ նաեւ տարածաշրջանի ուժերի բալանսի փոփոխությունը, դերակատարների փոփոխությունը եւ այդ նպատակով իրենք նաեւ կապանում բացել էին Իրանի գլխավոր հյուպատոսություն, որ Սյունիքի վրա որևէ ռազմական ագրեսիան դիտվեր Իրանի վրա հարձակում եւ դրանից բխող միջոցներ ձեռնարկեն, բայց հիմա Իրано-իսրայելյան հակամարտությունը բնականաբար փոխել է Իրանի կարգավիճակը, Իրանի հետաքրքրությունները, ավելին Իրանը ինքն է դարձել խոցելի այլ պետությունների, այդ թվում նաև Իրանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունեցող Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Եվ ես կարծում եմ այդ ձեր բացման խոսքում նշված ձեր կողմից անհանգստությունը, որ հնարավոր է թուրք-ադրբեջանական ներխուժում նախ Իրան,
զինված ուժերի եւ նաեւ Հայաստան, դա դառնում է ուղիղ սպառնալիք։ Եվ ահա այս օրերին, այս օրը հենց Նիկոլ Փաշինյանը գտնվում է Թուրքիայում մի այցով, որը գաղտնի է պահվել, այսինքն մինչև այցից մի քանի օր առաջ մենք նույնիսկ չգիտենք, որ նա այցելություն անելու, լրագրողական արտահոսքով ենք մենք դրա մասին իմացել, այլ ոչ թե պաշտոնական հաղորդագրություններով։ Եվ նա հիմա գտնվում է Թուրքիայում, առանց նշելու այցի հիմնական նպատակը, առանց նշելու այցի ծրագիրը, առանց նշելու այցի օրակարգը, արտաքին գործերի նախարարների այցելություններ այդ իմաստով այցի նախապատրաստության չեն եղել, այսինքն ակնհայտ է դրա հանկարծահաս բնույթը։ Եվ նաև այս մասը խոսքից ամփոփելու համար ուզում եմ հիշեցնել, թե Նիկոլ Փաշինյանը երբ է առհասարակ երկկողմ ձևաչափով այցելել հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այսինքն ոչ թե միջազգային ֆորումների ժամանակ, այլ ուղղակի հանդիպումներ, չնայած էլի միջազգային ֆորումների ձևաչափում են եղել, ուղղակի ոչ թե միջանցներում, այլ սեղանի շուրջ կամ բանակցությունների ձևաչափով։ Երկու նման հանդիպում ա եղել պատմության ընթացքում։ Մեկ եղել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, ճիշտ այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի, ուրեմն Էմանուել Մակրոնի եւ Շարլ Միշելի հետ ստորագրեցին Արցախ Ադրբեջանին հանձնելու հայտնի կապիտուլյացիոն հայտարարությունը։ Այդ օրը Պրահայում առանձին տեղի ունեցել Նիկոլ Փաշինյան եւ Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումն ու առանձնացրու։ Իրենց առաջի հանդիպումն է եղել դա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը Էրդողանին զեկուցել է, որ այսօր ինքը պատրաստվում է ստորագրել նման փաստաթուղթ։ Եվ երկրորդ հանդիպումը նրանց եղել է 2024 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում այնտեղ գտնվող Էրդողանի եւ Փաշինյանի միջև։ Իդեպ Փաշինյանը Էրդողանին հանդիպել է ոչ թե ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում, որտեղ եղել է իր մյուս հանդիպումները, հիմնական հանդիպումները, այլ եղել է այսպես կոչված թուրքական տանը Նյու Յորքի, որտեղ տեղակայված են Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը եւ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացությունը, այսինքն թուրքական տարածքում թուրքական դիվանագիտական հաստատությունում ա եղել այդ հանդիպումը։ Մեր հեռուստադիտողները այդ հանդիպումը առավելապես կհիշեն Էրդողանի գրքի հետ Նիկոլ Փաշինյանի այդպես ջերմ գրկախառնության այդ լուսանկարով, թե ինչ երջանիկ էր այդ օրը։ Այդ օրն էլ իդեպ ասեմ պատահական չի, այդ օրը Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ իր որոշման եզրափակիչ մասը, ըստ որի այդ կանոնակարգը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Դա հրապարակվել է սեպտեմբերի 24-ին Էրդողանի եւ Փաշինյանի հանդիպման օրը, իսկ ամբողջական տեքստը հետագային, որ 2 օր հետո հրապարակվեց սեպտեմբերի 26-ին, այդ օրն էլ հանդիպում ա եղել Արադ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհրուն Բայրամովի միջև, իսկ այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանը մեկնաբանություններում անդրադառնում է անկախության հռչակագրին, որը չի արել որևէ այլ միջազգային պայմանագրի, այդ թվում ԱՊՀ անդամ որևէ երկրի, սահմանակից երկրի որևէ երկրի պարագայում, ասենք օրինակ Վրաստանն էլ էր ինչ-որ մի պահ նաև ԱՊՀ-ի անդամ, Վրաստանն էլ էր նախկին ԽՍՀՄ հանրապետություն, բայց հայ-վրացական որևէ միջազգային պայմանագիր Սահմանադրական դատարանում քննության առնելուց անկախության հռչակագրի դրույթների, Ալմատայի հռչակագրի վկայակոչումներ չի եղել։ Դա եղել է միայն Ադրբեջանի հետ սահմանային հանձնաժողովի պարագայում, ավելի Սահմանադրական դատարանը անդրադարձել է նաև անկախության հռչակագրի 11-րդ կետին, դրա վերաբերյալ տվել է մեկնաբանություններ, որը վերաբերում է հայոց ցեղասպանության, ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությանը անկախության հռչակագրով, որը բացարձակապես որևէ առնչություն չուներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովի կանոնակարգին, այսինքն ներկայացված փաստաթուղթը հանձնաժողովի կանոնակարգ է, բայց անդրադարձ է կատարվում հայոց ցեղասպանության խնդրին, ընդ որում անդրադարձով տրված մոտեցումները մոտ են ավելի շատ թուրքական քաղաքականության դիրքորոշումներին, եւ սա ես պատահական չեմ համարում։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը սա արդեն 3-րդ հանդիպումն է, ընդ որում առաջին անգամ դեպի Թուրքիա ուղղությամբ։ Նաև տեղեկության համար ասեմ ձեզ եւ մեր հեռուստադիտողներին, որ
պատերազմից հետո 44 օրյա պատերազմից հետո բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ հայ պաշտոնյաներ են այցելել Թուրքիա։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը այցելել է Թուրքիա մասնակցելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի երթման հանդիսավոր արարողությանը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Թուրքիա, երբ որ Թուրքիայում երկրաշարժ էր եղել, մարդասիրական օգնություն հասցնելու եւ նաեւ Փրկարար ծառայության ջոկատին այցելելու նպատակով, որն ուղարկվել էր որոնողափրկարարական աշխատանքների։ Իդեպ դա եղել է 2023 թվականի հունիսին, այսինքն երբ որ Արցախը գտնվում էր տոտալ շրջափակման մեջ, պաշտոնապես ապրիլի 23-ից էր Հակարի կամրջում տեղակայվե հսկիչ սահմանային անցակետը, եւ դրանից առաջ եւ դրանից հետո Արադ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վահան Կոստանյանը եւ ուրեմն Արմեն Գրիգորյանը տարբեր ժամանակներում մասնակցել են Անտալիայում Թուրքիայի արտգործնախարարության կողմից կազմակերպված դիվանագիտական ֆորումին, իսկ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ այցելել է Թուրքիա մասնակցելու Սերծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։ Այսինքն բազմաթիվ բարձր մակարդակի այցելություններ Թուրքիա եղել են 0 փոխադարձությամբ։ Օրինակ Հայաստանի արտգործնախարարությունն էլ է կազմակերպում դիվանագիտական ֆորում, վերջերս երկրորդն էր Երևանյան դիալոգ, որին Թուրքիայից ոչ մի պատվիրակ չի մասնակցել, օրինակ Սերդար Քլեչը չի եկել մասնակցելու կամ որևէ դիվանագետ, փոխարտգործնախարար կամ, չգիտեմ, վարչության պետ թեկուզ արտգործնախարարության։ Այսինքն միակողմանի ինտենսիվ այցեր Թուրքիա եղել են, իսկ արդեն առաջին անգամ աշխատանքային այցի ձևաչափով։ Հիմա դե պատկերացեք, ինչ է տեղի ունենում, ասում են, որ բավականին լուրջ վտանգ կա, որ տեղի ունենա Թուրքիայի ներխուժումը ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրաքի ու Սիրիայի բանուժերի հետ միասին, այլ նաև Հայաստան, եւ դրա վտանգը բավականին լուրջ է։ Հիմա ըստ որոշ այսպես քպականների դե Նիկոլը գնացել է, որ այդ վտանգները կանխի։ Հիմա ինչ եք կարծում, արդյոք Նիկոլ Փաշինյանը գնացել է այդ վտանգները կանխելու, թե գնացել է վտանգները ավելի մեծացնելու։ Տեսեք, ինքը շատ հետաքրքիր հայտարարություն արեց այն օր ազգային ժողովում, ասեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին նոր ինքը իրան զգացել է ոչ թե ֆորպոստի, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև այդ օրը ինքը կարողացել է Հայաստանի Հանրապետության անունից Արցախը հանձնել թուրքերին եւ կարողացել է այդ դավաճանությունից հետո մնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, այսինքն խոստովանեց, որ առաջի անգամ է ինքը իրեն զգացել անկախ Հայաստանի, ծախել է Արցախը, հիմա ինքը որ օրինակ Թուրքիայում ծախի Սյունիքը կամ ծախի Հայաստանը, իրան ավելի լավ վարչապետ կզգա, այսինքն մարդը պարզ է ասում։ Ինչու այդ պարզության հետ կապված մեր ընդդիմադիր դաշտը այսքան անտարբեր է այդ բոլոր նրա ազնիվ խոստովանությունների հարցում։ Գիտեք, նա չի կարող որևէ վտանգ կանխել, որովհետև նա այդ կարողությունը չունի։ Հիմա պետության ղեկավարը, երբ որ բանակցությունների է գնում, պետք է իր բանակցային թիկունքում որոշ փաստարկներ ունենա, չէ՞։ Այսինքն որոշ կռվաններ պիտի ունենա, կշիռ պիտի ունենա, իր խոսքը պիտի արժեք ունենա։ Ասենք հիմա ենթադրենք Թուրքիան մտադրություն ունի Ադրբեջանի հետ գրոհ իրականացնել Հայաստանի ուղղությամբ։ Հիմա ինքը այդ գրոհը կանխելու որևէ դիվանագիտական, ռազմական, քաղաքական հնարավորություն չունի, որովհետև դա կարող էր անել, եթե ունենար մարտունակ բանակ զինված ուժեր, որը կարող էին դա կանխել, ինչը հենց ինքը հիմնահատակ ավիրել է եւ շարունակում է ավիրել Սուրեն Պապիկյանի հետ եւ այդ Էդվարդ Ասրյանի հետ միասին, ինքը չունի դաշնակիցներ, որովհետև խզել է մեր բոլոր դաշնակցային հարաբերությունները մեր հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցների հետ, սառեցրել է, այսպես կասած, առանց որևէ իրավական հիմքի անդամակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, վնասել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, երկկողմ հարաբերությունների ձևաչափով, հետևաբար այդ գործոնը այլևս որպես հանգամանք ինքը դիտարկել չի կարող։ Որևէ այլ ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանը հիմա չունի։ Այսինքն մեր միակ հույսը այն էր, որ պետքա Իրանը մեզ որոշակի հարցերում ցուցաբերի աջակցություն
հիմա պարզվում է, որ հակառակն է։ Իրանն է դառել ռազմական գործողությունների թատերաբեմ եւ Իրանն է խոցելի բազմաթիվ երկրների, այդ թվում եւ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, որովհետեւ հիմա քիչ առաջ դուք որ խոսում եք, ասում եք երկշաբաթյա ժամկետ կա Իրանում հնարավոր հետագա զարգացումների, այդ պատահական չեք ասում, դա ոչ միայն Միացյալ Թագավորության արտգործնախարարի հայտարարությունն է, այլ առաջին հերթին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունն է։ Ես վստահ եմ արտգործնախարարը Միացյալ Թագավորության հենվում է Թրամփի տեսակետի վրա, որովհետև Թրամփը ասել է, որ երկշաբաթյա ժամկետում ինքը վերջնական որոշում կկայացնի Իրանին այդ պատերազմում Ամերիկայի ուղիղ մասնակցության, որովհետև ինքը հիմա քաղաքական եւ ռազմական աջակցություն Իսրայելին ցուցաբերում է, բայց մարտական գործողությունները միայն Իրանի եւ Իսրայելի միջև են, այսինքն երրորդ ուժերի ուղիղ ներգրավվածություն չկա։ Հիմա Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեց, որ հունվարի 17-ին Իրանի հետ կնքված նոր ռազմավարական փոխգործակցության համաձայնագիրը ռազմական բաղադրիչ չունի, այսինքն ռազմական դաշնակիցներ չեն Իրանը եւ Ռուսաստանը, Պեսկովն էլ հայտարարեց, որ Իրանը Ռուսաստանին ռազմական օգնության խնդրանքով չի դիմել։ Այսինքն դիմել դեռ չի նշանակում, որ ինքը պիտի ստանա, դիմել նշանակում է, որ կարա ակնկալի։ Եվ այստեղ հարց է Ռուսաստանը արդյոք այս ռազմական գործողություններին ուղիղ միջամտություն կունենա թե չէ, առավել եւս որ ինքը հիմա ուղիղ խնդիր ունի ուկրաինական ռազմաճակատում։ Եվ հիմա եթե Միացյալ Նահանգները որոշում կայացնեց, որ ինքը հարվածի Իրանին, ինչի հավանականությունը բավականին մեծ է, որովհետև ինքը դա չի անի, եթե Իրանը առհասարակ հրաժարվի իր բոլոր միջուկային ծրագրերից, ինչը որ Իրանում գաղափարական առումով շատ դժվար է այդ որոշումը կայացնել։ Եթե Իրանին Միացյալ Նահանգները հարված հասցրեց, ուղիղ, այսինքն ինքը իր զինված ուժերը արդեն ներքաշեց կոնֆլիկտի մեջ, այդ դեպքում Թուրքիան Միացյալ Նահանգների ռազմական դաշնակիցն է, ինքը չի կարող չօգտվի, անկախ դրանից ինչ հարաբերություններ է ունեցել լավ թե վատ Իրանի հետ, այսինքն Իրանի հետ իր հարաբերությունները Իսրայելի արդեն դրանք 10-րդական են դառնում, ոնց որ դա եղավ նաև Սիրիայի պարագայում, չէ՞։ Ինչ որ մի պահ Սիրիայի հետ էլ Թուրքիան ուներ լավ հարաբերություններ, հենց նույն Ասադի հետ ուներ շատ լավ հարաբերություններ, նույն ինքը Էրդողանը, բայց հետո փաստացի Թուրքիան ներխուժեց Սիրիա եւ օկուպացրեց այդ երկիրը։ Եվ իր համար այդ ընդհանրապես խնդիր չի, ինքը եւ ռազմական գործողություններ արել զորքերամցրել Իրաք եւ Սիրիա եւ հիմա ասենք առիթից շատ շուտ է օգտվելու եւ Իրան ներխուժելու եւ Հայաստան ներխուժելու իմաստով։ Դա համար Նիկոլ Փաշինյանը ինքը ոչ թե կանխելի է դա, այլ մեծ հավանականությամբ ինքը ամբողջական կապիտուլյացիայի միգուցե կարող է գնա, այսինքն ասի որ մենք հանձնում ենք մեր երկիրը Թուրքիայի բարեհաճ, այսինքն Հայաստանը դառնա թուրքական տիրապետության տակ գտնվող մի այստեղ թուրքական իշխանություն հաստատվի։ Իսկ դա այս պայդրությամբ ես կարծում եմ, որ դա կարա լինի կոնկրետ Շուշիի հռչակագրով Սյունիք Վայոց ձորը ադրբեջանա-թուրքական տիրապետության հանձնելու ձևով։ Իդեպ ասեմ, որ մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի այցից Թուրքիայում է գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը շատ բարձր մակարդակի ընդունելության է արժանացել եւ երկկողմ հանդիպումներից բացի Էրդողանի հետ մասնակցել են երկրաշարժի գոտում նոր թաղամասի վերաբացման արարողությանը, որը նաեւ Ադրբեջանի համաֆինանսավորմամբ է կառուցվել եւ այդ թաղամասում նաեւ Հեյդար Ալիևի անվան դպրոցի բացման արարողությանը։ Բայց հետաքրքիր է, որ Ալիևը իմանալով, որ հաջորդ օրը Փաշինյան այցելում է Թուրքիա, ինքը չի մնացել նրա հետ հանդիպման, այսինքն պայմանավորվել է թե Փաշինյանին ինչ են պարտադրել։ Այսինքն ակնհայտ է, որ նրանք որոշակի պայմանավորություն են ձեռք բերել եւ Ալիևը չի մնացել այդ հանդիպմանը մասնակցելու եւ հետեւաբար որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ ստորագրելու խաղաղության, համագործակցության, չգիտեմ ինչի, ակնհայտ է, որ նման բան գոյություն չունի։ Ես շատ վատ կանխատեսումներ ունեմ, թե այս ժամերին հիմա ինչ է կատարում Ստամբուլում մեզ հետ զուգահեռ, հիմա արդեն ոնց որ պետք է այս ժամերին տեղի ունենա Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը եւ շատ վատ կանխատեսումներ ունեմ անկեղծ ասած այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ եւ
Երևանում իրավապահների նման ամբողջ Հայաստանի տարածքում բռնությունները, ձերբակալությունները, այս լարվածությունը կարծում եմ սրանք ոչ թե հասարակության ներսից եկող օպերատիվ տվյալների հիման վրա իրականացվող գործողություններ են, այլ Նիկոլ Փաշինյանից եկող տվյալներ, այսինքն նա գիտի հիման դեղ ինչ անում եւ նախապատրաստում աստեղ ուժային կառույցներին այդ գործողությունները ինչքան էլ հետաքրքիր է կամ զավեշտալի է այս օրերին Հայաստանում թափուր է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Թափուր չի, պաշտոնակատար կա։ Դա պաշտոնակատարը դեռ տնօրեն չի։ Եվ հաստատ այս անվտանգության բանին պետք չի բացառում, որ այն Անտրոսիկ Ալեքսանյանը գնա ամենևին։ Չէ, ես կարծում եմ, որ հիմա պաշտոնակատարը նա կնշանակվի, որովհետև նա էլ է քաղաքական նշանակումով, այսինքն նա պրոֆեսիոնալ անվտանգության սպա չի եւ անվտանգության մարմիններում հայտնվել է Ադրբեջանա-Թուրքիայի վերջի շրջանում, որում Վարդազարյանը չի։ Հիմա տեսեք, այդ օրը որ ինքը անել էր Աբազյանին, ինքը արծազույց էր տալի, չէ։ Իր թիկունքինով էր կանգնած Անտրոսիկ Ալեքսանյանը։ Հա, բայց չի նշանակում, այդ մարդն է, այն եթե ի նկատի ունեք Սիմոնյան, եթե չեմ սխալվում, հա, ով է պաշտոնակատարը հիմա։ Անը չեմ անում։ Հա, մի խոսքով նախկին դատավոր։ Այդ մարդը նախկին դատավոր է, մտածել գիտի, կապ չունի։ Հասկանում եք, ինքն էլ կարող է մի գեղեցիկ օր, իսկ Անտրոսիկ Ալեքսանյանը ինչ հրամանալի կատարելու է։ Տեսեք Աբազյանն էլ, չէ, 7 տարի թվում է թե անվերապահ կատարում էր, բայց գալիս է մի բան, որ չի կատարում։ Դեռ հարց է, չի բացառում, որ Նիկոլը 1000 հատ տենսնո պայ է ունեցել, Աբազյանը 999-ը չի կատարել, մենակ մեկն է կատարել, հա, այս մեկը, այս մեկը չի կատարել, մյուսները կատարել։ Չէ, հաստատ չի կատարել։ Մյուսները 100-ից 99-ը չի կատարել։ Տաուշեում պաշտոնավարման շրջանում։ Կապ չունի ում պաշտոնավար, կարող է շատ ավելի դաժան բաներ եղել, նույնիսկ եմ կրկնում, խնդրում եմ այս առումով մի քիչ բաներ եք էլի։ Ես վստահ եմ, որ եղել են օրինակ 100 հանձնարարական, որոնցից ամեն մեկը Հայաստանի համար կործանարար է եղել։ 100-ից այն մեկը, որ չի կարողացել Նիկոլին համոզել, որ արի ես մեկը չանել։ Տաուշի տարածքներ Ադրբեջանին ում պաշտոնավարման շրջանում։ Պաշտոնավարումը այդտեղ քանի որ իսկ ինքը մասնակից չէ, հանձնաժողովի անդամ են ունեցել ԱԱԾ-ից։ ԱԱԾ-ից կարող է հանձնաժողովի անդամ ունենալ։ Սահմանապահ զորքերի հրամանատար։ Միլիոնատ հանձնաժողովների անդամ են եղել էլի։ Հանձնաժողովի անդամ, հանձնաժողովը կոլեկտիվ է կայացնում որոշումը եւ այդտեղ ԱԱԾ-ն անելիք չունի, նա վարչապետին ենթակա մարմին է։ Բայց էլ մենք չգիտենք, վաղը կպարզվի, որ 100 հատ ավելի դաժանու մարդկանց գնդակարելու, մորթելու, սպանելու, հանձնարարականել այդ մարդը չի կատարել, համոզել է, որ այ հոգեկան հիվանդ, արի ես չկատարենք։ Բայց այդտեղ որտեղ հստակ է, այդտեղ էլ է պարզ չէ, որ այդ բանը անել չէր կարելի։ Հիմա ասում են, որ վերաքննիչի ժամանակ ազատելու են, բայց միևնույն է։ Եվ հիմա տեսեք, իսկ ձեր իմպիչմենտի հարցը ինչ փուլում է գտնվում եւ ինչ է տեղի ունենալու է ձեզ։ Քոչարյանը հայտարարություն արեց, որ անհնար է սրան հանդուրժել, սա երկիրը տանում է կործանման, բայց ինչու չեն ստորագրում այդ դեպքում իմպիչմենտի տան։ Ես եթե նախագահ Քոչարյանի հայտարարության այդ հատվածը կանդրադառնամ, ես այսօր իմ մոտ նաեւ գրառում եմ արել, շատ հետաքրքիր բան է, բառացի ասում է հետեւյալը. այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։ Այսինքն նախագահ Քոչարյանն ասում է, որ այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է։ Խոսքը վերաբերվում է, կարծում եմ, հիմա, չէ, այսինքն հիմիկվա վիճակում ելքը իշխանափոխությունն է։ Հարց տրամաբանական հարց առաջանում։ Իսկ այդ իշխանափոխության մեխանիզմը ո՞րն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հիմա վարչապետն է եւ ինքը գլորում է, ըստ նախաձեռնությունում ճիշտ է իր գնա օբյեկտիվ են, որ գլորում է մեր երկիրը անդունդը անկանխատեսելի հետևանքներով։ Հիմա ուրեմն որպեսզի դա Նիկոլ Փաշինյանը չանի, պիտի ինքը վարչապետ չլինի։ Հիմա հարց պրագմատիկ քաղաքական գործչին եւ իրեն հետ մտածող նույն կերպ իրենց պրագմատիկ իրատես համարող մարդկանց ոնց
մեխանիզմը որն է, որ Նիկոլ Փաշինյանը պիտի վարչապետ չլինի։ Ընտրությունները գալի։ Գերի 26 թվին է։ Հա, ինքը դա։ Բայց ինքը ասում է հիմա է գլո, հիմիկվա խնդիր ասում է։ Ամենից 10 տարի իրանք ասում են հիմա գլորվում ենք, հեսա պարտվեցինք, հայրենիքը կորցեցինք։ Իրա հայրենիք է, որտեղ ինքը առաջին նախագահն է եղել։ Կորցրել են, այս մարդիկ լուր են եղել։ Հիմա 3 տարի լռել են, որպեսզի հիմա խոսան, որտեղ հիմա եթե Փաշինյան ռիսկեր կա, որ Փաշինյան այսօր կարող է Ստամբուլից վերադառնա մի տեղեկությունով, որ 2026 թվին էլ Հայաստանում ընտրություն չի լինելու։ Բայց որպեսզի հիմա Փաշինյանը վարչապետ չլինի, ոնց որ բոլորիս ցանկությունն է այդ թվում եւ Քոչարյանի, պիտի ինքը վարչապետ չլինի։ Դրա միակ մեխանիզմը պետք չի շատ երկար մտածել։ Ես այդ հարցը ռետորական եմ տալի։ Պետք չի որ ինքն է դրա մասին երկար մտածի, ուրիշներն են մտածեն։ Դրա մենակ մի ձև գոյություն ունի, դա վարչապետին անվստահություն հայտնելն է։ Երկրորդ ձևը արդեն բացառ, ասենք տեսականորեն լավ, հա, կարա նաև մեռնի, ասենք այսօր օրինակ մեռնի Փաշինյան, հնարավոր է։ Աստծո կամքն է, չէ՞, մեռնեմ Աստծո զորությանը, մեկ է տեսար տարավ։ Բայց էդի կանխատեսել, որևէ մեկի գործողությունների հետ կապել հնարավոր չի։ Միակ գործողությունը, որը ենթադրում է մեզնից որոշակի քայլեր, իսկ մեզնից ասելով նկատի ունեմ առաջին հերթին ազգային ժողովի падգամավորներից, որից 28-ը իրեն համարում են անվերապահ առաջնորդ, այսինքն իրենց դիրքորոշումները պայմանավորում են նախագահ Քոչարյանի դիրքորոշումներով եւ հիմա չեն նախաձեռնել սեփական գործընթաց անվստահություն հայտնելու Եվ ազգային ժողովում եղած երկու գործընթացներից որևէ մեկին էս 28-ից որևէ մեկը չի միացել, գոնե մեկը մյուսին չի միացել 28-ից, ասենք կարային չէ, գոնե ասենք խմբակցությամբ, ասեն խմբակցության դիրքորոշումն է, որ ազատ են թողնում խմբակցության падգամավորներին, ոնց որ սահմանադրությամբ է։ Իրենց հայեցողությամբ, ով ուզում է միանա, ով ուզում է, հիմա կարող է մի հատ падգամավոր, այդ հատ միանել Հովիկ Աղազյանից նախաձեռնությանը, այդ 28-ից։ Այդ 28-ից 18-ն են Էթային միանային պատիվ ունեմի նախաձեռնությանը։ Երեքն էլ իրենց սեփական նախաձեռնությունը հնարավոր էր, չէ՞ տենց։ Բայց իրենք որոշում են կայացրել, որ ոչ մեկին չմիանան ու նախաձեռնությունը չցուցաբերեն։ Հիմա իմ մոտ հարց առաջանում, բայց եթե դու ասում ես, որ պետք է անապաղ իշխանափոխություն լինի, եթե impeachment չեք անում, այդ իշխանափոխությունը ո՞նց պիտի լինի։ Դրա նորից ձև չկա։ Դրա համար միակ ձևը մնացել է սա եւ սա։ Օրինակ Վարդանյանը ասուլիս է, ճեպազրույց է ունեցել ազգային, ինչ է ասել։ Դες չեմ էլ լսել, ինքը ինձ չի հետաքրքրում, անկեղծ ասած, անուշ մարդ է, նրա մինչև հիմիկվա հայտարարությունները, այդ կեցվածքը, այդ մեծամտությունը, այդ գոռոզությունը, այդ արդեն անհետաքրքիր է հասկանում եք, նա իմ կարծիքով նա չի կարա ոչ մի ֆունկցիոնալ, ասենք հանրային կյանքի վրա ազդեցություն ունեցող տեսակետ հայտնի ընդհանրապես։ Դա համար հետաքրքիր չի արդեն իրանց լսելը։ Իրանց որևէ, իրանց նույնիսկ հետաքրքիր, ոչ միայն հետաքրքիր չի, ինձ համար նույնիսկ նյարդայնացնողը այդ падգամավորների ելույթները ազգային ժողովի ամբիոնից։ Ասենք օրինակ իհարկե ելույթների որակապես էլ տարբեր են, չէ՞, ասենք օրինակ Աննա Գրիգորյանը շատ խելացի աղջիկ, ինձ դուր է գալի իր մոտեցումները, իր մտքերը, ձևակերպումները։ Ու լավ ելույթներ է, ասինքն ես դուր է գալի ինձ որպես ելույթ։ Բայց որպես կին էլ կարա դուրս գա, չէ, ես նկատի ունեմ իր, ասենք, քաղաքական գործունեությունը, իր կեցվածքը պարլամենտում, որպես լավ կազմվածքով, բացի իր արտաքինը, հիմա արտաքինը ինձ այդ մասով չի հետաքրքրում, ինձ հետաքրքիր է որպես իր քաղաքական ելույթները շատ տրամաբանված, խելացի դատողություններով գրագետ ձևակերպված ելույթներ են, բայց եթե այդ ելույթ ունեցող падգամավորը անվստահության գործընթացին չի մոտենում, նյարդայնացնող է իր ելույթ, հասկանում եք։ Այսինքն եթե դու պիտի այդ ելույթ ունենաս ու վարչապետին որևէ կերպ անվստահություն չհայտես, հարց առաջանում, այդ ելույթը ինչի համար էր։ Այո, շատ լավն էր, փաստարկված էր, տրամաբանված էր, խելացի էր, գրագետ էր, բայց ինչի համար է։ Եթե դու չունես գործողություն, նրան իշխանություն, այսինքն ավելի վատ, դու փաստորեն գիտակցում ունես, որ նա այդքան վատն է ու չես հեռացնում։ Ավելի վատ, այսինքն նյարդայնացնում է այդ ելույթները։ Այլ ուրիշ բանը, որ դու անվստահության գործընթացը նախաձեռնել ես, ամեն ինչ անում ես, որ դա իրական, եւ այդ ելույթը դրան միտված է։ Էդի արդեն լրիվ ընկնում է տեղը։ Լրիվ ընկնում է տեղը։ Բայց քանի դեռ դու անվստահության գործընթաց չես անում, իրան իշխանությունը ձեռնացնելու ռեալ քայլ չես անում, այդ ելույթը դառնում է նյարդայնացնող։ Այդ չեմ ասում վատ ելույթները։
Դերասան հասկանում ես գալի կընտրությունների ցուցակով իրակ Նիկոլին չիլնելու է դրո այ Իսագոլյան ջան Սամվել Կարապետյանի դեպքը ի՞նչ է ցույց տալի մարդը ընդհանուր հիմա ասեք իմ համար մարդիկ աշխարհակահաղական բան են ուզում ներողություն ըստ էս ձեր հետ համաձայն չեմ աշխարհակահաղական երևույթները ցույց են տալի հետևյալը Նիկոլին պետք է 33% ընդդիմություն իր համար Հայաստան Վաշինգից ավելի լավ ընդդիմություն դե իրանք ասել են դե դուք չեք ասել տալենն ասել հիմա դրա համար ասում են երազանքների ընդդիմությունն է այո իրանք տենց է իսրանց է Նիկոլ Փաշինյանի նման բան է պետք իշխանություն որ կարողանա սա իրար քրֆելով դե 33% մեկ է պետք է տա իրան Նիկոլին ձեր չի տալի որ այնտեղ իր հետ այնց հանկարծ կոնֆլիկտի մեջ մտնող ընդդիմություն լինի իրան պետք է նրանց որ իրանք այս 5 տարի է տանձիկի նման ծեծում են ու եւս 5 տարի ծեծեն հետո եւս 5 տարի ծեծեն հասկացի դրա համար եմ ասում եւ որ մենք մտածում ենք որ չէ Հայաստան Դաշինքի համար սա իդեալական տարբերակ է որտեղ եթե Նիկոլ չկա իրանք ընտրությունները կրված են չկան եթե իրանք չկան Նիկոլն է կրված դրա համար էս հակառեյտինգային քրեակցությունը այդ ինձ ինչքանով է հետաքրքիր իրանք Նիկոլը չէ ուզում եմ ասել որ դու հետևություն ես անում որ Նիկոլը չի դոնի Նիկոլը էս կանի չէ Նիկոլը իրաց գուրգուրելու է Սամվելին նստելու է գուրգուրելը պայն չի համար որպես իր հետ վաղ բայց ոչ իշխանության փոփոխության համար այ մարդ որտեղ այն մարդով կա ասել որ իրանց իշխանության փոփոխություն է պետք Իրանց 28-30 մանդատն է պետք տալու է։ Քան իհարկե չեն ունենա 10-ից ավել չեն կարող։ Այ մարդ չէ 30 հատ կտախի պետք է չտա։ Մեկը 33% ընդդիմություն լինի։ Հաստատի Զավենի Սարգսյաններին չի տանելու։ Նրանց չի տանելու պարլամենտը, որ մտածում ենք եվրոմետներին կտանի, չէ։ Իրան պետք է Հայաստան Դաշինքը իր այսօրվա ամբողջական կազմով, պլյուս ինքը իր կազմով։ Մեկ էլ երրորդ մեկին հա կմտածել 3 ուժ պետք է լիա խորհրդարանում անպայման։ Առնվազն 3 ուժ։ Մեկին է կճարել, հետները քաշելով կտանեն։ Հետո իրավունքի ուժով քաշենք տանեն մեկի անցածը մասերից մեկը։ Ինը արդեն թողնելու են իրանց բախտի մասը։ Այս կապ չունի, կարևորը 2/3-ը Նիկոլն է, իսկ դա երաշխավորված է։ Մենք այդ հաշվարկ կարել ենք, այդտեղ եթերում էլ ենք հաշվել։ Դրա համար եմ ասում, այդ որ մենք դա հասկանանք։ Բայց նա այն մարդը, որ ռեալ ընդդիմախոսը, դե Սամվել Կարապետյանն ինչ էր եղել։ Իմ համար լրիվ պարզ է, էլի այս ամբողջ պատմությունը։ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնական շաբաթն է, որը մեկնարկել է երկուշաբթի օրը, ավարտվելու է Կիրակի օրը, իդեպ ուխտագնացություն է նախատեսում Կիրակի օրը ժամը 11-ին Զվարթնոց տաճարից դեպի Մայրաթոր, ես մեծ սիրով մասնակցելու եմ, կոչ եմ անում մեր հեռուստադիտողների նաև միանալ դրան մասնակցել։ Եվ Սամվել Կարապետյանը որպես մեր եկեղեցու նվիրական բարերարներից մեկը, ակնհայտորեն վեհափառի կողմից հրավիրվել է մասնակցելու եկեղեցու տոնական միջոցառումներին։ Եվ Էջմիածնում հարց են տվել բարերարին, եկեղեցու այս մարտահրավերների հետ կապված շատ զուսպ, չափազանց իրեն բնորոշ, համեստ, իր ձևակերպումներում զգուշ, առանց որևէ ավելորդությունների մի նախադասություն անտամեն ասել, որ մենք պատրաստ ենք որպես եկեղեցու զավակ մեր ձևով պաշտպանել մեր եկեղեցուն։ Պաշտպանել եկեղեցուն, այսինքն հիմա էլ կա լրացուցիչ հայտարարություններ, որ դրանք միտված են եղել լարվածությունը թույլատնելուն, պետության եկեղեցու միջև որ երկխոսություն ձևավորելուն, հաշվի առնելով իր կշիռը հեղինակությունը, առնչությունները։ Ինչ արին այս մարդուն։ Մի ժամվա մեջ ինչ արին։ Ձերբակալություն, կալանք ասում է ցանցերը կազգայնացնեմ, տաշիրպիցաները գնացին ստուգեցին, հետսում սեցին տուգան, անկախ մարմիններ են մտում։ Բա եթե նա Սամվել Կարապետյանի պես մարդու հետ կարա տենց վարվի, աշխարհի ամենահարուստ հայն է։ Ասենք հիմա ասենք Սամվել Կարապետյանը, որ նստած է Ռուբեն Վարդանյանը նստած, այս բան փաստորեն ամենահարուստ հայն Նիկոլն է, էլի, տենց է 10 միլիարդատերերից։ Մնացածը բանտարկված են։ Հա Եթե այդ մարդու նկատմամբ կարա տենց ապօրինությունը, տենց նագլի կերպով, էլի, ասենք ոչ, ասենք մարդը, չէ, Աբազյանը, որ ասում եք չի արել, չէ, մարդը էլի все-таки իրավապահ է, չէ, մինչև Նիկոլի գեներալ էլ, ասենք Տրուդավոյ գոնե մայոր եղել է, չէ, ասենք փոխգնդապետ եղել է, չէ։ Լավ ասում եմ, լավ, ես իրավապահ եմ, դու ինձ հանձնարարում ես, ասում ես գնա մարդ, արա գոնե մի ավտո խփացել է, ասեմ ավտո խփել ես մեկի, արա մի ապօրինություն արածել ես, մի իրավախ վարչական, այ մարդ, մի հատ ժամկետից խախտում արածել, էլի ես եթե հետևից ասեմ իրավապահ եմ,
Չէ, կայք եմ, ամեղ մարդուն ես ոնց է տան բռնեմ։ Չէ որ ինքը գիտի որ քրեական օրենսգիրքը հոդված ունի անմեղ մարդուն, ակնհայտ անմեղ մարդուն քրեական հետապնդման ենթարկելը հանցագործություն է։ Լավ, ոնց անի դա։ Եթե նա դա կարացել անի, մյուսներին գիտեք դա ոնց է խժռելու։ Հələ մեկը տոպորտ, դա տենում ենք էլի։ Մեկը ընդդիմանում է խժռում։ Նույնիսկ իր թիմակիցներին Հովիկ Աղազարյանը դեր մոտ էլ է հյուր եղել։ Հովիկ Աղազարյանի պես կարգավիճակ ունեցող մարդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում շատ քիչ է եղել, որ այդ կուսակցության հիմնադիր անդամներից է։ Մեջների տարիքով մարդներ խելքները տվել էր դրան, հելել են գերել Գյումրից քայլելով գալիս էր, փողոցներում քնելա, չէ, նրա այդ ցնդաբանությունները պաշտպանելա։ Մի հատ քմահաճության չի ենթարկվելու համար քրեական գործահարույց է։ Իրա թիմակցին է, իրա, չեմ ասում մյուսներին, ընդդիմախոսներին ինչ կանին նա։ Բացառված բան է, որ սա միջավայր ձևավորի ընտրել, չեմ ասում հանրային հեռուստաընկերությունը վերահսկում է։ Ֆինանսական թե ինչ փողեր է տնօրինում, հենա Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրություն։ Ես իմ քանի միլիոն դոլարի հերոին Հայաստանից եկող բեռնատարի մեջ հայտնել։ Բայց ասեք հնարավոր է այդքան միլիոն դոլարի նարկոտիկի շրջանառությունը լի։ Պետությունը դրանից խաբար չէ։ Ասեք դուք հատուկ ծառայություններում աշխատած մարդ եք, ասեք դա այդպես բան հնարավոր է։ Ոչ։ Երկրի առաջին 54 գրամ Արթուր Դավթյանը 2019 թվականի դատախազության հաշվետվության մեջ ազգային ժողովի ասում է հայտնաբերվել է մի տարվա ընթացքում 54 գրամ կոկային տեսակի թմրանյութ։ Բանանի ящикների մեջ գիտեք քանի տոննա է, գրամ։ Ու հնարավոր ասեք այդ ծավալի թմրանյութի շրջանառությունը լի երկրում։ Պետություն դրանից տեղյակ չլինի, բայց այդ փողերը դրանք կան, չէ՞։ Ո՞վ է տնօրինում այդ փողերը։ Բայց փողերը դառնալու են ընտրական փող, չէ՞։ Բայց չեմ ասում էլ շահումով խաղեր այդ նոր տեխնոլոգիաները, որ նախորդ ընտրությունների վաղ կիրառեցին, չէ՞, չգիտեմ, ինչ-որ մատ խաղ ես խաղում, եկել հաշվի վրա 20,000 դրամ փող է նստում։ Ընտրություններից առաջ։ Այս ամբողջ չի հանդերձ։ Հնարավոր է մտածես սրանց հետ գնալ ընտրությունների հավասար մրցակցության։ Սա անլուրջ մարդը մենակ դες բան կմտածի։ Միակ ռեալ հնարավորությունը դա անվստահության գործընթացն է։ Հայաստան դաշինք ուղղակի արդեն ուշ է իրանց համար, էլի։ Իրանք արդեն երկրորդ պլանի գործիչներ են, բոլորը, որովհետև ապրիլի 28-ին, երբ որ մենք բոլորին նամակներ էին գրել, իրանք ապրիլի 29-ին կարային սկսեին անվստահության գործընթացը, իրենց տեխնատու լինեին այդ գործընթացի առաջնորդը, նախաձեռնողը, առաջնորդը։ Դրանից հետո պատիվ ունեմ ինչ ասած մենք նպատակահարմար ենք գտնում, բայց տեխնացուի առաջադրում հիմա չենք անում, այսինքն ոնց որ հուշեմ յուստեն ասեն գիտեք, ինչ մենք 6 падգամավոր ենք, դուք մի քանի անգամ ավել 28, все-таки բարոյապես ճիշտ է, որ այդ գործի նախաձեռնողը դուք ելնեք։ Իտո չարեցին։ Հիմա էլ բերել է այս 6-ը դրանից հետո ասում է լավ, եթե դուք չեք անում։ Մենք անում ենք վարչապետի տեխնացուել ենք, վարչապետի տեխնացուը դրել են Նիկոլին կրած մարդու, ընտրված մարդու։ Ասում է կլիկ դուք ձերը չունեք, ձերը չեք անում։ Կլիկ գաք միանակ այս գործի մենք առաջ գնանք, այս խնդիրը բերենք լուծման։ Էդ էլ չեն ուզում անեն։ Մեկը անելու են, բայց իրանք արդեն ոնց որ են հոսքի մեջի, ասենք այն 1000-ից մեկն են լելու, էլի իրանք արդեն հավակնություն, որ պիտի ունենան այս գործի մեջ առաջնորդման ֆունկցիայի, այլևս չունեն։ Հələ հակառակը մի հատ էլ Ագնեսա Խամոյանն են պատգամ, ասես Դավիթ Համբարձումյանին չեմ ճանաչում։ Դավիթ Համբարձումյանը Մասիս համայնքում ինք իր դաշինքով ավելի մոտ 2-4 անգամ ավելի շատ ձայն է հավաքել, քան հայեղափոխական դաշնակցությունը Երևան քաղաքում։ Այո, ախր ներողություն, Ագնեսա Խամոյանը ներողություն եմ խնդրում։ Այսինքն մարդը մի իրանով չունի, քաղաքականությամբ չի զբաղվել։ Բա քաղաքականությամբ չի զբաղվել, այսօր ինք բանը ասում է, դե հիմա ցուցակի այդ մեր նախաձեռնությանը անլուրջ որակում տվող մարդն է։ Գրել են անուն։ Հիմա իրենից մեկը տիկնի կլի։ Ինչ է։ Գրել է։ Հիմա դες այստեղ սա կան ֆեյքեր, որոնք բնականաբար պատասխանելու, բայց մի հատ Արևիկ Պետրոսյան կա, որ մի հատ գրել է Աբիժնիկ Իսագուլյան եկել, բայց դուք ինչու եք մտածում, որ Նիկոլը կլինի վարչապետ։ Տիկին Արևիկ, չգիտեմ, տիկին եք, օրիորդ եք,
եթե գրեիք ավելի լավ կլինի, որ իմանանք ով եք, հասցեով, գոնե պատկերը մարդը պիտի նկարը իր ունենա, էլի իր բաների մեջ։ Տիկին Արևիկ, որտեղ 21 թվականի նախօրյակին էլ, երբ որ էլի սենց հաղթելու ենք, մի մտածեք, ինձ խնդրում էին առաջի համարներում գրել։ Ես ասել եմ, այս ընտրություններին մասնակցելը հանցագործություն է, դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կատարած հանցագործությունները։ Պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլը հիմա որտեվ եթե ձեզ թվում է դուք գնաք իր պարտության ֆոնի վրա հաղթելու եք, ոչ, դա ես ասել եմ հրապարակավ, գրել եմ, խոսացել եմ, մեր կայքով ամեն օր ինչ ասում էին, ոտ, Քարվիգես քեզ փոխվե, մեր Քոչարյանը, Ժողովուրդ ջան, բաներ կա որ այդ մենակ այն չէ, ես է կարամ ձեր նման նստել գովամ, ասեմ, կեցեն, ապրեն իրանք են որ կան, իրանցից սիրունը չկա, իրանք տորկանգերներ, իրանք Սարգսի Դավիթն են, չէ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ իրանք նախագահ էին ու դուք ասում եք անենց հրաշքեր, տեզեր լավանավ, սուզանավ, ընտրությունները իշեք ինչ էր տեղի ունենում։ Մի քիչ ազնիվ ենք, էլի։ Հիմա մարդու թևերի տակը ձմերուկ դնել պետք չի։ Եթե ձեզ թվում է դուք այդ մարդուն ավելի շատ եք հարգում, վնաս են տալի։ Դուք սխալվում եք։ Ես չեմ ուզում այդ մարդը վերցնի այն դրոշակը, որ Հայաստանը տանում է կործանման։ Այո, եթե Քոչարյանն ու Նիկոլը այսօր որևէ ուզում է մրցակցել, Նիկոլը հաղթելու է։ Դա ակսիոմ է, դա քննելու, ապացուցելու բան չունի, կարիք չունի։ Այն էլ հիմա, եթե 21-ին չգնային ու այսպես 3 տարի իրենց ասելով չլռեին, Նիկոլը այսքան չէր ուժեղանա։ Նիկոլին օրեր մնացել։ Գնացիք ընտրության, այդ մարդուն լեգիտիմացեցիք բոլոր հանցագործությունները, բոլոր։ Հիմա այդ մարդը այնքան ուժեղ է, որ եթե իր հետ դու հակառ ռեյտինգով ես գնում ընտրության, այսինքն ում ավելի շատ չես սիրում, Քոչարյանին թե Նիկոլին, հավատացեք, այդտեղ դուք սխալվում եք, եթե մտածում եք Նիկոլին ավելի շատ չեն սիրում։ Եթե այդ երկուսի մեջ եք, ես ցավով եմ ասում, չէի ուզենա որ տենց լեր։ Բայց դա փաստ է, փաստ։ Գնացեք ցանկացած մեկի փողոցով, ոչ թե ինչ-որ մեկի բաներին, այսպես կոչված, ինչ են ասում են, ֆանատներին։ Գնացեք շարքային, ես ապրում եմ, ես սաղ օրը մետրոյով եմ ման գալիս սենց, եթե հարցը տենց ես դնում, ես շատ եմ հարգում Ռոբերտ Քոչարյանին, այդ մարդու հետ աշխատել եմ, շատ հրաշալի, ամեն ինչ շատ լավ է եղել, ճիշտ է թերություններ բոլորի ժամանակ են եղել, բայց հիմա օբյեկտիվ դիլնենք, ընկերներ, օբյեկտիվ, եթե ես էլ գնամ ասեմ Աղվան Վարդանյանի նման, դու հաղթելու ես արխային, են վաղթել էին 21-ին էլ ձմերուկները դրել էին թևի տակ, ես մարդ ինձանից նեղացել է դրա համար, որ ասել եմ պարտվելու եք, դուք հնարավորություն չունեք հաղթելու, և դա ասել եմ հրապարակավ։ Ժողովուրդ ջան, ախր բաներ կա, որ պիտի հասկանան, իսկ հիմա Նիկոլը բացարձակ ուժեղ է, եթե իրան դնում ես իր հետ ընտրության։ Դավիթը Համբարձումյան, ձեզ թվում է ջահել, բա ով, չէ, ինչ է ձեզ թվում է 88-ին, այս մարդիկ Քոչարյան, մյուսները, ինչ-որ բան էին իրանցից ներկայացնում։ Ժողովուրդը հարթնացել էր, ժողովուրդը նոր բաներ ուզում։ Հիմա նոր է ուզում, հինը չի ուզում։ Իսկ Դավիթ Համբարձումյանը նոր է ու բանին քպային 2 անգամ փայլուն հաղթած մարդ։ Ոնց կարելի է սա չհասկանալ, արա։ Մարդիկ ասոցացվում են նենց երևույթների հետ, հիմա 2 միլիարդ չի, 4 միլիարդ չի, 200 միլիոն է, կապ չունի, ժողովուրդ ասում է, ոնց է ապա։ Տրիվիալ բաներ է, հիմա աբիժնիկ, Իսագուլյանն ինչի պիտի աբիժնիկ կլինի, այդ ումից է կախված, որ աբիժնիկ կլինի։ Կամ ինձ ինչ է չեն առաջարկել ցուցակում լինել առաջի համարներում։ Բայց մարդը պիտի իր քթից մի քիչ հեռու տեսնի։ Չգնա քցնի անտատասին, չէ, շեֆ ջան, մենակ դու ես։ Ես հասկանում եմ Աղվանը խի է տենց ասում։ Հիմա ափսոս Մաչազեն Իսագուլյանը գործ է տալի։ Բաներ կա, չէ, վաղ ասենք անօթևան երեխեքի համար շինարարություններ էին անում, բաներ էին կառուցում։ Բա այդ ինչ է լավ այդ փողերը։ Սոցիալ-նախարարություններ անում, նախարարել գիտենք ով էր։ Այդ մարդիկ ուզում են վերադառնան այդ օրերի։ Ես չեմ ուզում։ Ես ուզում եմ իսկապես Հայաստանը Հայաստանը լինի։
Ղեկավարը մտածի ոչ թե իր ընտանիքի, իր անձնական, այլ պետության, հայրենիքի, ազգի, ինքը վերջին բանունը լի։ Ստալինը մեռավ, բանկում մի կոպեկ փող չուներ, ջեբն էլ փող չկար։ Բայց այդ խարմ ու խնջիկ վիճակում երկիր պահեց, դարձեց վերջի տեղից առաջին տեղը բերեց։ Հիմա ես ուզում եմ, որ իմ երկրի ղեկավարը, ախր բաներ կա, որ դուք չգիտեք։ Չեմ էլ ես ուզում ասել, որպեսզի Նիկոլին հավելյալ բաներ չտամ խոսալու։ Բայց նրանք ովքեր գնում նստում են ու ուղղակի գովերքում են, վայ դու չլեիր տեզերքը չեր լինի, դու որ չլեիր արևը արևելքից չեր ծակի, արևմուտքում բար չտեն չի։ Հարկ եղած ժամանակ ասենք դրականը, լավ արած գործը, բայց հիմա մի շրջան է, Արցախը կորցեցինք, 3 տարի լռում եք, Արցախը կորցնելուց հետո, որ ընտրությունների նախաշեմին գաք սկսեք խոսալ, ասում եք, բա 3 տարի լռել եմ, եթե մեկը կար, թող ինքը առաջնորդ է։ Լիքը կային, ցավոք սրտի այդ հնարավորությունները ֆինանսական չունեին, որպեսզի գոնե միտեղ վարձեն որպես գրասենյակ։ Եվ որ մարդկա, որ սա Երևանի կենտրոնը իրանց գրասենյակներն են, իրանց սեփականությունները։ Խոսում եք, չի դե աբիժնիկ լինենք։ Կամ եթե ճշմարտությունն ասում ենք, արա որ մի գնացեք այդ սխալ ճանապարհով։ Հիմա էլ ասում եք, արա մասնակցեք այս բանին։ Չէ, ես գիտեմ ինչ է ասում։ Մարդիկ ասում են, չէ, մենակ մենք։ Թող ինչքան Նիկոլը վատություն անում է, Սյունիքն էլ թող տա, Երևանն էլ տա, թողնի մի հատ քուչա։ Մենակ հետո մենք դառնանք երկրի ղեկավար։ Քուչի ղեկավար։ Հայրենիքի ժողովրդի Արցախի համար չեն մտածում։ Հարկավոր է ուշքի գալ, արա։ Խնդրեմ, բարոն, ախր գիտեք ասացինք կարծում եմ, բաները ուղղակի Էդգար ջան, ուշ է արդեն, ինչ իմպիչմենտ, ինչ ընտրություն։ Արա Փաշօղլու թուրքերի հետ գրավելա մեր երկիրը, էլ խոսալը այս 7 տարի վերջացելա, լավ, ինչքան պիտի խոսանք, ես ձեզ է հարցնում։ Իմպիչմենտը չի վերջացել, այո, խոսալը իհարկե իր իմաստ ունի, խոսալով ձևավորվեց հասարակական կարծիք էս ամեն ինչը, բայց այս խոսակցության հանգուցալուծումը իմպիչմենտն է, դրա նկատմամբ պետք չի թերավատ, դա միակ խնդրի լուծման ձևն է, դժվար, բայց հնարավոր խնդրի լուծման ձևն է ազատվելու այս իշխանություններից։ Եվ ես գնում եմ այդ ճանապարհով, ես անկեղծորեն հավատում եմ այդ գաղափարին, շատ լավ տեսնում, գիտակցում եմ այն դժվարությունները, որոնք կան այդ ճանապարհին, բայց հաղթահարելով քայլ առ քայլ մենք գնում ենք եւ քանի որ այլընտրանք չկա, մենք ես միշտ այդ օրինակն եմ բերում, ասենք պատկերացրեք ջրի ծորակ, որը 4 տարի չի բացվել։ Ժանգոտելա, նագարակարելա, չէ, ոչ մի ձևի փակ չես կարող, ուզում ես բացես, խմես, չես կարողանում բաց։ Դժվար է, չէ՞ դա բաց։ Բայց գիտես, որ դա ջրի միակ աղբյուրն է։ Եթե դու ես մի հատ միջավայրում ես, եթե ջուրը չխմես, կմեռնես, չէ՞։ Հիմա ինչ պիտի անես։ Ու այլընտրանք չունես, չէ՞։ Ինչքան էլ դժվար է լինի, ձեռով խփես, քարճ արես, խփես, գոր հենց բացվար է ջուրը, ոչ միայն խմում ես, հագենում ես, ապրում ես, այլ այդ ջրի հոսքի դեմը չես կարող առնես։ Հիմա այդ ԿՊ, որ ասում են ԿՊ-ականները իրանք շատ են բան։ Դա բանտ է, պարոն Իսագուլյան, պատմելա ձեզ, Հովիկ Աղազյանը ստեղից էլ է պատմել, թե ինչ ներքին հարաբերություններ են եղել այդ խմբակցության ներսում։ Էդի բանտ է։ Մենք հիմա պիտի այդ բանտի դռները բացենք։ Դուք չմտածեք, որ այդ ԿՊ-ն ընդդիմության հիմա մենք պիտի ընդդիմությանը վերցնենք, ասենք դուք դրանց հարևանն եք։ Բերեք գնանք դրանց խցի դուռը բացենք։ Այո, դժվար է լու, թույլ խոց հարը, փակա։ Երկաթով խփածա, լոմերը գցածա, չգիտեմ, կողպեկները կախածա, չէ, դժվար է։ Ես չեմ ասում, բանալի մեծ ձեռնա էսա դժվար է։ Բայց եթե բանտի դուռը բացենք, ինչքան բանտարկել կա փախնելու է, չէ։ Անդ կարող է մեկը ասես պլաշած ընկածել իմ են արկաման ասի աղբեր ես ոչ մի դեր չեմ մետում ինձ դե շատ էլ լավ աղբեր ես դեմ մնում մեկը մնացածը բոլորը ազատության հնարավորություն են տեսնելու դու այս իմպիչմենտի հաջողության օրը որ մենք եկանք 54 հոգի չի քվեարկելու է 100 քվեարկելու
Բոլորն են գալու միա։ Իսկ այդ օրվան ոչ թե պետքա պեսիմիզմով, վատատեսության դեմն առնել, այլ հակառակը գնալ այս ճանապարհով, որովհետև այլընտրանք չկա։ Իսկ այդ 100 հոգին որ եկան, այդ Հայաստան խմբակցության 28 հոգին կանգնել են կողակի կողքից նայեն, այն 100-ը ոնց են գալի։ Իսկ մենք իրանց ասում ենք. Գիտակցում ունեցեք, եկեք գլխից միացեք այս գործին, որ նաև վաստակ ունենաք, որ նաև գնահատված դեպի խայտարակ եք ելնելու, ոնց որ հիմա եք խայտարակ։ Իրանք չեն հասկանում, որ ես մենք ինչ որ ասում ենք, այսի թիրախավորում եք Հայաստան դաշինքի, այդ բախտաբար Հայաստան դաշինքի գլխի, եթե նրանք թիրախավորեն, որ ինչ անեն։ Ինչ են իրանցից ներկայացնում, որ մի հատ էլ իրանց թիրախ։ Մեկին պիտի թիրախավորես, որ օգուտ առնես, չէ՞, այդ քո արածից։ Ինչ օգուտ ունի Հայաստան դաշինքին թիրախավորողը։ Բախտաբար Հայաստան դաշինքի գլխին, որ մեկն էլ իրանց թիրախավորի։ Ծառի առարկային Ալեն Սիմոն, Արթուր Հովհաննիսյանը ինչ անում դրանց գլխին։ Վագ Ալեքսանյանը ինչ անում դա։ Հայկ Կոնջորյանը ինչ անում դրանց գլխին։ Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Հələ մի հատ դրանց թիրախավորես, կեղճել է դրանք։ Մենք հակառակը դրանց ուզում ենք բերենք պատվի արժանապատվության դաշտ, բերենք քաղաքական, իրական ռեալ process-ի մեջ, որտեղ իրանք հաջողության ճանապարհով կգնան։ 4 տարի խայտարակ են ելնում։ Ինչ արել են, ձախողվել են։ Ինչ process սկսել են, տապալվել են։ Առաջնորդ են ինքը մեր առաջնորդն է, մենք շարժման առաջնորդն ենք, բայց որ սաղը առաջնորդ եք։ Մենք կարակ ասեք, եթե ձեր առաջնորդության շրջանում գոնե մի քաղաքական հաջողություն ունեք, թե չէ։ Մի նպատակ ունեք, որ ասել եք մեր նպատակը բանը, այն ինչ է, դիմադրության շարժման վարչապետի հրաժարականն է, չէ։ Ռոբերտ Քոչյանը ձեր առաջնորդն էր, Իշխան Սաղաթելյանը շարժման առաջնորդն էր։ Հետո ինչ ա է, հարգելի առաջնորդներ։ Հրաժարականա տվել Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուժեղացել է։ Տապալվել եք, չէ։ Բայց տապալված է, մի հատ գլուխա բարձրացնում նորից խոսա։ Հետո այստեղ գրում են Դավիթային ընկերներ, դուք Դավիթ Համբարձումյանին նախ չեք ճանաչում։ Շատ լավ տեխնացու է։ Տեսքը կարող է ինչ տեսք։ Հիմա տեսքը ի՞նչ է։ Տեսք ինչով։ Ալեն Դելոլի։ Այդ մարդը, գիտեք, ես չգիտեմ ձեր չափանիշը գնահատման, այդ ոնց որոշեցիք, այդ մարդու ելույթներն եք լսել, հետը զրուցել եք, խելքն եք չափել։ Մարդը շատ գրագետ, շատ ազնիվ, շատ կամային հատկանիշներով ազնվորություն է։ Շատ։ Արիսա Գուլաջան, քաղաքականության մեջ տես կամային կա ցուցանիշ։ Մարդը հաջողություն ունի, թե ձախողում։ Հիմա այս մեր սաղի սիրած առաջնորդները մենակ պրավալ են գնացել, ընտրությունների մասնակցել են, կրվել են, հասարակական պրոցեսներ են գեներացել, տապալվել են։ Դավիթ Համբարձումյանը գնացել է Սուսպուս, Հայաստանի ամենախոշոր համայնքներից մեկում Երևանի մերձակա Նիկոլին երկու անգամ, եւ որ նստացել են իրան ցուցանիշը հասկանում ես ընտրությունով մաթեմատիկա գոյություն ունի։ Այսինքն իր օգտին քվեարկել է, ենթադրենք 12000 մարդ այդ համայնքում, որ Երևանը չի, չէ՞։ Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցությանը, 17000։ Պայմանական է 10000։ Հայ հեղափոխական դաշնակցության օգտին Երևան քաղաքում 2018 թվին, որ էլ իշխանության են այն ժամանակ Նիկոլետ կոալիցիա, հավաքել են 5400 ձայն։ Հիմա այս հավաքողը սրան ինչ է ասում։ Պիտի սուս նստի ասի, հարգում եմ, չէ։ Դու ավելին ես կարացել, քան ես։ Մաթեմատիկա է, չէ՞, այստեղ ճշտությունն է, քաղաքական գործունեությունը դրանով է չափվում։ Սիրելի հեռուստատիտողներ, ես ասում եմ, շատ կարևոր խնդիրներ կան։ Արա, պատերազմը ձեր դռանն է, արա, մեր դռանն է։ Մեր երկրի ոչ բարով կառավարիչը Թուրքիայում չգիտենք ինչ է անում։ Դուք ստեղ նեյնիմ եք խաղում։ Մենակ մտածում եք ձեզ մասին։ Հարկավոր է մտածել պետության ժողովրդի մասին։ Դուք ուրիշ բան պետք է անեք, ձեր թալանացի մի մասը դնեիք, օժանդակեիք, որպեսզի նոր դեմքեր ի հայտ գային։
Մեկ է Նիկոլը ձեր ձեռից այդ սաղ տանելու է, մինչև վերջին կոպեկը, ոնց որ ասել է։ Բայց ձեզ օգտագործելով մինչև վերջ, անդադ որպես ընդդիմություն խաղացնելով, որ միշտ դուք ելեք հարվածի տակ, երբ էլ ուզենա ձեզ տանի կողքի բանտը, ու դուք ձեր այդ ունեցվածքը պահելու համար ստիպված եք համակերպվել բոլոր այն ցանկություններին, որ ունի Նիկոլ Փաշինյանը։ Ահա ինչից ենք ուզում ձեզ ազատենք։ Բան եք ասելու, պարոն։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Մենք էլ ենք շատ շնորհակալ։ Ես զարմանում եմ Էդգարի ջանասիրության աշխատասիրության վրա։ Դες այդ բանավոր, առանց գրավոր թղթի։ Մանրամասը օրով, ժամով, տեղով, վայրկյանով հիշում է, ովքեր, ոնց։ Հիմա եթե Էդգարին դրած լինի, կասեին ահա այդ բոլորը իմջալոտ նման առաջարկ եղել է։ Այդ ասը։ Պատիվ ունեմ, խմբակցությունից նման առաջարկ եղել է։ Այս մարդը համեստորեն ասել է, չէ, մենք քանի որ նախաձեռնում ենք, մենք այդ գաղափարը, կստացվի մենք մեր համար էինք անում։ Մենք շնորհակալ ենք։ Պետք է դնել մարդու, որ այդ ընտրությունների փորձառություն ունի, որը պայքարի մեծ։ Մենք կապահովենք տեսական այսպես կոչված, բայց գործնական բան է պետք, գործնական մարդ է պետք եւ այլ։ Եվ հայտնվել է Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը, որը շատ ճշգրիտ ընտրություն է։ Հիմա ինչ կասեք օրինակ Էդգարի, չէ, շատեր ասում են ծաղրացու է, բայց որտեղ այս մարդը պայքարում է, իր համար չի պայքարում է։ Պայքարում է ձեր համար։ Ականջալուր եղեք։ Մարդիկ քրեական գործեր են հավաքում, ծեծ են ուտում փողոցում, սպանության փորձ է լինում իրաց նկատմամբ։ Բանտ են նստում, Նարեկը Մայլան տարիուկես նստեց։ Հանուն նրա, որ ժողովուրդը հիմա կպել ենք մեկի պոչից, արա, ասում ենք, յան տվեք։ Նորմալ, ձեր գործը արեք, ինչ որ ձեզանից օրենքն ու սահմանադրությունը պահանջում է։ Մնացած է այս տղեկը վերցնում են իրար վրա, հələ քաղաքական կուսակցություն էլ կա, որ ասես պատասխանատվությունն է քաղաքական, ես վերցնում եմ իմ վրա։ Էլ ինչ եք ուզում։ Դե քանի որ շաբաթ կիրակի է, կիրակի օրը ժամը 11-ին Զվարթնոց տաճարի մոտից մենք որպես լրատվամիջոց մասնակցելու ենք անպայման դրան, որի եթեր հեռարձակելու ենք, այնց որ բոլորս միասին, միասնական այդ օրը կայցելենք Մարտաճար Սուրբ Էջմիածին, այնց որ ժողովուրդ Ընդեղ իմիջալոց Էջմիածնում նաև դուրս աբերվելու բոլոր մեր մայրաթոռի տնօրինության տակ գտնվող բոլոր սրբությունները ժողովրդի երկրպագության համար, որը հասանելի է լինելու մինչև երեկոյան ժամը 18:00-ն։ Այսինքն այդ ուխտավորները ոչ միայն հնարավորություն կունենան ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությանը արժանանալու, այլ նաև երկրպագելու բոլոր այն սրբությունները, որոնք պահվում են մայրաթոռում, որպես նաև յուրօրինակ օրհնություն դրանով մեր ժողովրդին։ Այնպես որ ես կոչ եմ անում, հատկապես այս օրերին, երբ որ թիրախավորված է մեր եկեղեցին եւ մեր եկեղեցու պաշտպանող նվիրյալ զավակները, մեր միասնական աղոթքը եւ ուխտագնացությունը մայր աթոռ ոչ միայն կարեւոր է մեզ համար օրհնություն ստանալու իր ավանդական բարի խորհրդով, այլ նաև մեր զորակցությունը բերելու հայաստանյա ցառաքելական Սուրբ եկեղեցուն եւ նրա նվիրական հայրապետին։ Այսքանը մնաք բարով, կհանդիպենք կիրակի օրը ժամը 11-ին Զվարթնոց